Պատմական հաղթանակ իրանցի կանանց համար։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կասեցրել է հիջաբի օրենքը, հայտարարել է համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Մոհամմադ Ռեզա Բահանորին։ Ըստ նրա, իրանցի կանայք այլևս չեն պատժվի գլուխը բաց քայլելու համար։ Տուգանքներ, պատժամիջոցներ, իրավական հետևանքներ չեն լինի, թեև հիջաբի պարտադրանքը պաշտոնապես չի վերացել։ Եթե լինի նոր օրենք, դա պիտի հաստատվի խորհրդարանի կողմից ու մնացած մի քանի կառույցների կողմից Իրանի, որպեսզի ստանա պաշտոնական բաղադրիչ։ Չսպասելով պաշտոնական թույլտվության, իրանցի կանայք շտապել են բացել գլուխները։ Համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում երևում է ինչպես են կանայք ցուցադրաբար հանում հիջաբները, քայլում փողոցներով, մտնում հասարակական վայրեր առանց գլխաշորի։ Փափուկ փոփոխությունները, սկսած հիջաբի մասին օրենքի վերաբերյալ խոսակցություններից, որը կարծես թե նաև միտված է շոշափելով հանրային եւ քաղաքական տրամադրվածությունները Իրանի։ Իրանագետները կարծում են, Իրանի կառավարությունը հիմա փորձում է մի քիչ ժողովրդի սրտով գնալ։ Մարդկանց բողոքի ձայնը լռեցնել ոչ թե ուժով, այլ կոմպրոմիսների գնալով։ Իմ կարծիքով սա կապված է նրա հետ, որ Իրանում արտաքին սպառնալիքների բանալին փորձում են հանրությանը առավելագույն կերպով համախմբել պետության շուրջ եւ ցանկացած խնդիր, որը կարող է բողոքի պատճառ դառնալ, փորձում են լիկվիդացնել։ Վերջին տարիներին Իրանից զանգվածաբար արտագաղթում են երիտասարդները։ Նոր սերունդը ավելի ազատ է մտածում։ Խիստ կրոնական կանոնները, հենց հիջաբի պարտադրանքն էլ շատ երիտասարդների դրդում են լքել երկիրը։ Բավական են մեծ քննարկումներ եղել Իրանում, պահպանողական գործիչների, հոգևորականների կողմից եւ նաեւ քաղաքական գործիչների շրջանակներում եւ նույնիսկ հոգևորականների կողմից եղել են հայտարարություններ, որ կարող են թողնել ժողովրդի ընտրությանը։ Իրանի հասարակությանը նաև կտա որոշակի ազատություն ու նաև կարծես թե կտա որոշակիորեն հույս ճակերտավոր, որ Իրանի հասարակության ձայնը լսելի է դարձել։ Իրանում, հատկապես մայրաքաղաք Թեհրանում, առանց հիջաբի տնից դուրս գալը շատ իրանցիների համար սկզբունքային է դարձել 2022 թվականից, երբ գլխաշորը սխալ կրելու համար բարոյականության ոստիկանությունը բերման էր ենթարկել 22-ամյա Մահսա Ամինիին։ Հետո նա հոսպիտալացվել էր ծանր վնասվածքներով ու մահացել հիվանդանոցում։ Այն ժամանակ զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել։ Իրանի կառավարությունը մտավախություն ուներ, որ բողոքի կրակին կսկսեն յուղ լցնել ներսից Իրանը պայթեցնել ցանկացող արտաքին ուժերը։ Փորձագետների համոզմամբ նույն մտահոգությունն է հիմա ստիպում Իրանի կառավարությանը աչք փակել գլխաշոր չկրող կանանց վրա։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։